Խորհրդային տարիներին թեև դարպասը պետական տնտեսություն էր գործում, սակայն գյուղում ու Վանաձորի մոտակայքում մոտ 150 ձեռնարկություններ են գործել։ Մարդիկ աշխատանք ունեին, իսկ հիմա դարպասում արտագնա աշխատանքով են ապրում, ասում է համայնքապետ Սամվել Ավետյանը։ Համայնքի ղեկավարն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումն ու դարպաս մտնող ճանապարհի եզրին գտնվող Բլրալանջի սողանքի վերացումն է համարում։ Սողանքը, սակայն, համայնքի միակ հիմնախնդիրը չէ։ 2300 բնակիչ ունեցող գյուղը Վանաձորի հետ կապող երկու կամուրջները վթարային վիճակում են։ Դրանք Վանաձոր քաղաքի վարչական տարածքում են, բայց սպասարկում են դարպասին։ Ունենք երկու հատ ճանապարհ կենտրոնին, մարզկենտրոնին միացման համար, որոնք մեկը սողանքավտանգ է, երկուսն էլ կամուրջները 60%-անոց խիստ վտանգավոր, քանդման ենթակա եզրի կանգնած։ Իմ բյուջեն բավականին չի, որ ես ճանապարհները կային կառուցեմ։ Նմանատիպ վիճակը սարսափելի վատ վիճակում է։ Գրությունը ուղարկել ենք մեկ մարզպետը խոստացել է գոնե նվազագույն որոշակի օգնի, սպասում ենք եսա։ Տեսնենք ինչով կան օգնեն, ինչ կանեն։ Դարպասի համար փորձանք են նաև լեռնային աղբյուրների գյուղամիջով անցնող հոսքերը։ Նախկինում լեռնային աղբյուրների այդ հոսքերը գյուղամիջյան թունելով թափվել են Փամբակ գետը։ Թունելը ժամանակ առ ժամանակ բերնեբերան լցվում է եւ ջուրն այլ ելք չունենալով լցվում գյուղամիջյան ճանապարհները։ Բայց սա դեռ ամենը չէ։ Աղբա կույտերը հավաքել են մեր բոլոր դարպաս կոչող ճալամասում։ Մոտավորապես 5-6 հեկտարում 100 տոն աղբա կուտակվել։ Նույնիսկ ինձ շփոթացնում է, որ երևի արջուտի աղբի հավաքման կետը փոխվել է դարբազայեկին, սարսափելի վատ վիճակ է։ Չեմ կարողանում ես այդտեղ հսկողությունս անզոր եմ նման հսկողություն նկատելու։ Պատգամավորի օգնությամբ կարողացել են գյուղամիջյան ճանապարհները լուսավորել, սակայն ոչ ամբողջությամբ։ 34-ից 35 միլիոն բյուջեով խնդիրներ վերացնել չի լինի։ Քաղաքամերձ գյուղում առկա արտագաղթի պատճառներից մեկն էլ ըստ համայնքի ղեկավարի առաջանում է նրանից, որ երիտասարդներն ազատ ժամանակն անցկացնելու որևէ տեղ չունեն։ Մեզ խոստացել են, որ համայնքի կենտրոն կառուցեն երաժշտական դպրոց, սպորտ համալիրներ, երիտասարդներ զբաղվելու համար, որովհետև արտագաղթը հիմնականում դրանից առաջանում է։ Քաղաքամերձ գյուղ ենք, քաղաքամերձ գյուղը ընդամենը 500 մետրի վրա Վանաձորի տարածքն է։ Ավելի մարդկանց ինձ ժամանակը հիմնականում կարող են հասկացնել Վանաձորում, որովհետև նմանատիպ հարմարություններ մենք չունենք։ Հիմա մեզ համար ցանկալի է, որ նման միջոցառումներ մեր մոտ լինի, ակումբ լիներ, միջոցառումներ, սպորտզալեր, նախապես մենք գումար ենք մենք տեսել, որ միգուցե որ գումարը առաջանա, տրամադրեն, որոշակի մենք ներդրում ունենանք, որպեսզի մենք էլ կայանականենք, սպասում ենք դրան, մարզպետը խոստացել է համակետնոն կառուցելու համար, թե ճանապարհաշինության համար նա նախապես որևէ ծրագիր լինի, առաջնահերթ դարբազին միացնի։ Դարպասում միակ լուսավոր կետը մանկապարտեզն է, որ համայնքային բյուջեով նորոգվեց ու շահագործման հանձնվեց 2010 թվականին։ Իհարկե ոչ բոլոր գյուղի ոչ բոլոր երեխաներն են հաճախում, քանի որ կա վարձավճարի խնդիր եւ ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այդ վարձը վճարելու։ Ամռանը երեխաների թիվը հասնում է մոտ 50-ի, մենք ավելի երեխա չենք էլ կարող ընդունել, քանի որ ունենք երկու խումբ, 25 տեղանոց։ Ծնողները իրենք են որոշում ըստ իրենց ֆինանսական վիճակից, թե կլինի, ասենք, պայմաններից, բերեն երեխաներին, թե չբերեն։ Իհարկե բոլորն է կցանկանան, եթե ունենան հնարավորություն։ Երեխաների առօրյան շատ հագեցած է։ Սկսվում է վաղ առավոտյան նախավարժանքով, նախաճաշիկով, սնվում են էկոլոգիապես մաքուր սննդամթերքով։ Իսկ հայոց լեզու, մաթեմատիկա, խոսքի զարգացում, նկարչություն, ապլիկացիա, ծեփ, նախաուսումնական այս հաստատությունում ծրագրով նախատեսված այս առարկաներն են անցնում։ Այսպես նախապատրաստվում դպրոցին։